Այսօրվա Հայաստանի քաղաքական բանավեճի երեք հիմնական խնդիրները հետևյալներն են. ով է բերել Նիկոլ Փաշինյանին, երկրորդը, որ Նիկոլ Փաշինյանից պետք է ազատվել, եւ երրորդը, ինչպես ազատվել Նիկոլ Փաշինյանից, հեղափոխությամբ, թե ընտրությունների միջոցով։ Մի կողմ դնենք այն հարցադրումը, որ Հայաստանում ընտրություններով իշխանություն չի փոխվում եւ այդ պնդումը անում են մարդիկ, որոնք առնվազն 99 թվականից ղեկավարել են Հայաստանը իշխող կուսակցությունը, հանրապետական կուսակցություններ։ Այսինքն 99 թվականից հետո Հայաստանում ընտրություններով իշխանության չի փոխվել։ Բայց դա դնենք մի կողմ։ Երբ որ նման պարզ ձևով է դրվում խնդիրները, բնականաբար դա բերում է մտքի ծուղակների, մտքի շրջապտույտի, որը ոչ մի կոնկրետ ելք եւ լուծում չի կարող հանգեցնել։ Իսկ եթե հարցադրումները լինեին այլ կերպ, ինչ համակարգ էր գործում մինչև 2018 թվականը, ում շահերն էր պաշտպանում այդ համակարգը եւ այդ կառավարող էլիտեն ինչ էր իրանից ներկայացնում։ Երկրորդ հարցադրումը եթե լիներ, ինչ է տեղի ունեցել 2018 թվականին, ինչի մարդիկ դուրս եկան փողոց եւ ինչ են պահանջում, փողոց դուրս եկած մարդիկ ինչ շերտերից են բաղկացած եւ ամեն մի շերտ ինչ էր ցանկանում եւ ոնց էր պատկերացնում իրավիճակը։ Եվ երրորդը, իսկ ինչ ակնկալիքներ մենք հիմա ունենք։ Ենթադրենք Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց, ապա ով է գալու իշխանություն եւ գալով իշխանություն ինչ է անելու։ Եթե էլիտաների տրամաբանությամբ հարցադրումը դնենք, ապա ինչ էլիտա է գալու իշխանության, որովհետև շատ կարևոր է այդ էլիտա հասկացողությունը, որովհետև էլիտա հասկացողությունը մենք պետք է քննարկենք ոչ թե որակական առումով, որ դա ընտրվածներն են, ընտրախավն է, այն մարդիկ են, որոնք տիրապետում են պետական լծակներին, որոշումներ կայացմանը եւ առաջանում է հարց. եթե իրենք պետական լծակներին են տիրապետում, ապա ում շահերով են շարժվում։ Բնականաբար ցանկացած էլիտան շարժվում է իր շահերով եւ ունենում է որոշակի խնդիրներ։ Այդ խնդիրները վերահսկել պետությունը, վերահսկել կուսակցությունները, վերահսկել բիզնես ու ֆինանսները, լրատվամիջոցները եւ պետական պաշտոններին դնել, կարևորագույն պաշտոններին, սեփական թիմակիցներին եւ ինչ-որ ցանցային համակարգ սարքել։ Եվ այստեղ առաջանում է հարց. այդ էլիտան միայն իր շահերն է պաշտպանում, թե որոշակիորեն ինքը կարողանում է հավասարակշռել հանրային շահերը։ Հիմա եթե գանք կոնկրետ խոսակցությանը, ապա տեսնենք, թե Հայաստանում վերջի 30-35 տարվա ընթացքում ինչ փոփոխություններ են տեղի ունեցել եւ ինչ էլիտաներ են կառավարել Հայաստանը, որովհետեւ այդ էլիտաները պարբերաբար փոփոխությունների են ենթարկվել, երկու անգամ կորդինալ փոփոխությունների։ Ընդհանրապես էլիտան պետք է ունենա ժառանգություն, ինստիտուցիոնալ հիշողություն եւ պատահական չի, որ կան ժողովուրդներ, որոնք ունեն ազնվականություն։ Հայ ժողովուրդը այդ ազնվականությունը կորցրել է, ոչնչացվել է։ Կամ սովետական միությունում կար որոշակի էլիտա, իշխող էլիտա, որը ուներ ունակություններ եւ կարողացել է երկրում կրթական համակարգ ստեղծել, ինդուստրիալիզացիա են եղել, կային մասնագետներ եւ այդ դրանք նույնպես վերացվեցին։ Հիմա գանք ըստ կետերի 1988 շարժումից թվականի շարժումից հետևանքով այդ կոմունիստական էլիտան, որը կարողացել էր որոշակի կառավարման ունակություններ ձեռք բերել, ամբողջովին մի կողմ դրվեց եւ եկավ նոր էլիտա, եւ այդ նոր էլիտան ինքը իհարկե տարբեր խմբերից էր բաղկացած, բայց հիմնական հարցը այն էր, որ ահա կար սովետական միություն, սովետական միությունում չկար ազատություն եւ պետք է ազատ շուկա ստեղծել, ազատ շուկային պետք է լինի սեփականություն։ Հիմա առաջանում է հարց, եթե այդ սեփականությունը պետությանն էր, այսինքն բոլորինն էր, ժողովրդական էր, հիմա ինչ որ մարդիկ պետք է միմյանց մեջ բաժանեին, ինչ որ սկզբունքներից ելնելով։ Այդ ժամանակ նոր էլիտան, որը եկել էր իշխանություն,
բանավեճ սկսվեց։ Հիշեցնեմ, այն ժամանակ բանավեճը այսպես կոչված արմատական ՀՇ-ի մեջ էր եւ Վազգեն Մանուկյանի, որը վարչապետն էր եւ որը ավելի մեղմանցում էր առաջարկում, օգտագործելով սովետական կադրերը եւ իրենց ունակությունները, հա, այսինքն այդ գործարանների տնօրենները, ինժեներները, տարբեր ոլորտի մասնագետները, իսկ նոր էլիտան, ՀՀՇ-ի էլիտան, ասում էր, որ ոչ, մենք պետք է գանք, այդ սեփականությունը պետք է լինի մերը, որովհետեւ այդ սեփականությունը վաղը դառնալու է քաղաքական կապիտալ եւ ով որ վերահսկելու է այդ կապիտալը, այսինքն նախկինում ժողովրդավական ունեցվածքը, ինքը ունենալու է իշխանություն։ Այդ ժամանակ եկավ մի էլիտա, որի հետևանքով ցավոք սրտի ոչնչացվեց այն գործարանները, այդ ինֆրաստրուկտուրաները, որոնք գոյություն ունեին, եւ երկիրը հայտնվեց համապատասխան վիճակում։ Ես այսօր բացարձակապես չեմ խոսելու Արցախի խնդրից, Արցախի պատերազմից։ Զուտ մենք խոսում ենք էլիտաների փոփոխությունից։ Հաջորդ էլիտայի փոփոխությունը ըստ էության տեղի ունեցավ 96 թվականին, երբ որ արդեն իշխանության եկավ ռազմական էլիտան Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ, որոնք ունեին իրենց ճշմարտությունը։ Ճշմարտությունը այն էր, որ մենք պատերազմին ենք մասնակցել, մենք հաղթել ենք, մենք ունենք իրավունք, որ այս երկիրը եւ սեփականությունը լինի մերը։ Եվ այդ ռազմական էլիտան չկարողացավ կայանալ, որտեղ տեղ ունեցավ 99 թվականը, հոկտեմբերի 27-ը, եւ նորից էլիտաների մեջ փոփոխություն տեղի ունեցավ եւ 99 թվականին իմ տեսակետով հիմք դրվեց այն համակարգին, որը գոյատևեց մինչև 2018 թվականը։ Դա հանրապետական կուսակցության համակարգն էր արդեն, որը ստերային պայմանավորվածությունների վրա էր հիմնված։ Այսինքն այն մարդիկ, որոնք կարողանում են ինչ-որ եղանակով ձայներ բերել, կարևոր չի, գնում են, բախեցնում են, կամ տեղերում հարգանք ունեն, կամ ֆինանսներ են դնում, բացարձակաբար էական չի։ Ով ինչ-որ եղանակով որքան ձայներ բերում, նա ունում էր համապատասխան կշիռ եւ ստանալով լծակներ, այսինքն երկիրը բաժանվում էր մասերի, բաժանվում էր բիզնես ոլորտները, ներկրումների կվոտաները եւ այս ստվերային պայմանավորվածության վրա ձևավորվել էր մի իշխանություն, որը կարող ենք անվանել հանրապետական կուսակցության իշխանություն։ Եվ այստեղ խնդիրը հետեւյալն էր. կա հասարակություն եւ կա մի էլիտա, որը իրենց շահերով են շարժվում, եւ էլիտան ունի մի շարք թերություններ, չկան սոցիալական սանդղակներ։ Կրթությունը ոչինչ չի նշանակում, որովհետեւ մարդիկ իրենց ունեցվածքի մի մասը դնում են երեխաների կրթության վրա, երեխաները գալին կրթություն են ստանում դրսում եւ գալիս են արդյունքում, իրենք չեն կարողանում համապատասխան աշխատանք գտնել, բայց ղեկավար պաշտոններում մարդիկ են, որոնց մեծ մասը չուներ կրթություն, մարդիկ, որոնք ֆեոդալական մտածողությամբ են եւ կրիմինալ մտածողությամբ են, իրենք վերահսկում են այդ երկիրը այդ պայմանագրային հարաբերություններով։ Բնականաբար դա պետք է պայթյուն պետք է տեղի ունենար եւ 2018 թվականին այդ ճահիճը մի կողմ դնենք թե ինչ ուժեր եղան դրսից, ներսից եւ այլն, բայց մի բան հստակ է, որ այդ մարդիկ, որոնք դուրս եկան փողոց, դրանք բաղկացած են տարբեր շերտերից։ Այդտեղ կային քաղաքական ուժեր, որոնք խաղից դուրս էին գտնվել եւ որոնք այս համակարգը իրեն ձեռնտու չէր, որովհետեւ դա ճահիճ էր։ Կային մարդիկ, երիտասարդներ, որոնք 21-րդ դարի մտածողությամբ էին, այսինքն պոլիսների մեծ քաղաքի մտածողությամբ էին, կրթված էին, որոնք ուզում էին փոփոխություն, եւ այդ երիտասարդները կզնական փուլում հատկապես այն հրապարակի հիմնական զանգվածներ։ Կային 5-րդ շարասյունը, որը դրսի ազդեցության տակ էր, դրսից էր ֆինանսավորվում, հայտնի ՀԿ-ներ եւ այլն։ Հաջորդ փուլում փողոցը լցվեց արդեն նոր շերտով, դա ցածր միջին խավն էր եւ մյուս խավը ամենաունեզուրկվածների խավը։ Եվ հիշում ենք սկզբնական փուլում երիտասարդներ են դրոշներով երգում են, ցիվիլ դեմքեր ենք տեսնում, հաջորդ փուլում հրապարակում հայտնվեցին մարդիկ,
որոնք դրոշների վրա բլոտ են խաղում հանրահավաքների ժամանակ։ Դա արդեն լրիվ այլ խավեր։ Եվ ցավոք սրտի իշխանության եկավ այսպես կոչված մի նոր էլիտա, այդ խառնամբոխի հավաքածուն ինչ-որ առումով, որը չուներ որևէ ծրագիր, որը չուներ որևէ աշխարհայացք, որը չուներ որևէ պատկերացումներ եւ ունակություններ, եւ այդ հեղափոխության առաջնորդ կոչվածը ժամանակի ընթացքում ինքը սկսեց հենվել ամենացածր խավի վրա, ցածր խավը, որը սոցիալական ռևանշ էր պահանջում, պատիժներ էր պահանջում, վերջ գումարները թալանածը հետ բերել եւ այդ շերտի վրա ձևավորվեց մի իշխանություն, որը չուներ որևէ պատկերացում ապագա համակարգի մասին։ Եվ արդյունքում մենք ինչ ենք տեսնում։ Մենք տեսնում ենք, որ այսօր ունենք մի իշխանություն, որը ոչ մի ռեֆորմներ չիրականացրեց, որը նույնիսկ պատկերացումներ չուներ, սակայն եւ որը չփոխեց նախկին համակարգը։ Ըստ էության նախկին պայմանավորվածությունների վրա հիմնված համակարգի կորիզը այսօր գոյություն ունի, չի փոխվել, բայց փոխվել է մի բան, գործող իշխանությունը կարողացել է հիմնական մարդկանց այդ համակարգի պատանդ վերցնել, որտեղ բացվել են բազմաթիվ քրեական գործեր, դատավարություններ տեղի չեն ունենում, ինչ-որ գումարներ են առգրավում պարզ չի որ օրենքով, որը անօրինական եւ որը մտնում է բյուջե, թե որը այլ տեղ է գնում, որտեղ մենք տեսնում ենք նաեւ մեխանիզմներ են ստեղծվել այդ գումարները այլ տեղ ուղարկելու համար, մասնավորապես ինչ-որ հիմնադրամներ, ինչ-որ ճաշկերույթներ, գումարների դիմաց, որը ըստ էության մուծման եղանակներ են, այդ գումարները մուծում են ինչ-որ անհասկանալի հիմնադրամների, պարզ չի այդ հիմնադրամները ինչի համար են օգտագործվում, նաև օգտագործվում են նախընտրական այդ բաները կազմակերպելու համար։ Հիմա առաջանում է հարց, երբ որ մենք խոսում ենք, որ այս գործող իշխանությունը պետք է ուղարկել պատմության գիրկը եւ մեզ պետք է նոր իշխանություն, ապա առաջանում է հարց, այդ նոր իշխանություն ասելով, մենք ինչ նկատի ունենք, այստեղ կան մի քանի տարբերակներ, այսինքն տարբերակ 1 ռեստավրացիա է տեղի ունենում, նախկին քրեաօլիգարխիկ համակարգը ստեղծված պայմանագրային համակարգի վրա վերականգնվում է, թե մենք ստեղծում ենք ինչ-որ մի նոր երևույթ, մի նոր իշխանություն եւ նոր էլիտա։ Սկզբից մենք խոսեցինք ներկայիս Հայաստանի քաղաքական բանավեճի երկու հիմնական հարցադրումների մասին, ով Նիկոլին բերեց իշխանության եւ ինչպես ազատվել Նիկոլից։ Եթե մենք խոսեինք ըստ էության, ինչ իշխանություն մենք ունենք մինչև 2018 թվականը, որի հետևանքով Նիկոլը եկավ իշխանության, ապա այդ հասարակությունը հիվանդ հասարակություն էր, ճահիճի մեջ գտնվող, այդ հասարակությունում չկային սոցիալական լիֆտեր ըստ ընդունակությունների, կրթությունը առաջխաղացման երաշխիք չէր, չկար բիզնես մրցակցություն, որտեղ հիմնական բիզնեսը բաժանված էր ըստ ոլորտների եւ ըստ կվոտաների, իսկ փոքր եւ միջին բիզնեսի մեջ որոշակի մրցակցություն կար, որը եղանակ չէր փոխում։ Միջին խավը խաղից դուրս էր, չկային մշակութային, արվեստի, գիտության, կրթության ինքնաբավ եւ անկախ ինստիտուտներ, չկար քաղաքական մտքի ինստիտուտներ։ Հիմա, եթե մենք խոսենք դրա մասին, թե ինչ քաղաքական ուժեր կան այսօր Հայաստանում, որոնք հենց այս հարցերին են փորձում պատասխանել, այսինքն ձևավորում են իրենց քաղաքական պլատֆորմը, ապա այդ ժամանակ խոսակցությունը կփոխվի, կդառնա առարկայական եւ շատ կոնկրետ խոսակցություն, եւ այն հարցադրումները ով է բերել եւ ինչպես հեռացնել կդառնա երկրորդական։